Ներողություն 2008-ը կարծում եք 2018-ի նախերգանքն էր։ Գիտեք ինչպես է 16-ի իրականում հիմա դրան էլ կանդրադառնանք, բայց ամեն ինչ տեղափոխվեց 2018։ Ես այսօր փաստաթղթերով եմ եկել, ինչու փաստաթղթերով, որովհետև մեր գործընկերները այն ինչ որ դուք անվանում եք բանավեճ հանրապետականից, ես տեսեք եկել եմ փաստաթղթերով եւ ես վստահ եմ, վաղը սկսվելու է հարցակումը թիրախավորված, ընդ որում փորձելու են հերքել, ես էլ կխնդրեմ ինչպես ես եմ փաստաթղթով հերքում կամ ինչ որ բան բացահայտում, թող ինձ պատասխանեն փաստաթղթերով։ Ես վերցրել եմ 2006-ից 2013 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված բոլոր համաներման փաստաթղթերը։ 2006 թվական Ազգային ժողովը թույլատրել է պատժից ազատել բոլոր այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման 5 տարի ժամկետով եւ նվազագույն շեմը 1/3 առնվազն պետք է կրած լինեին։ Գալիս ենք 2009 թվական, Ազգային ժողովը թույլատրել է պատասխանատվությունից եւ պատժից ազատել բոլոր այն անձանց, ովքեր դատապարտվել են 5 տարի ազատազրկման եւ կրել են պատժի 1/3-ը։ 2011 ունենք, սա թողնում եմ վերջ, 2013 թվական Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման պատժից ազատվել են բոլոր այն անձինք, ովքեր դատապարտվել են 5 տարի ազատազրկման նվազագույն շեմը 1/3։ Եվ բոլոր այս փաստաթղթերում երկրորդ անգամ հանցանք կատարած անձանց վրա համաներումը չի տարածվում։ Հիմա վերցնենք 2011 թվականի համաներման ակտը։ Համաներումը տարածվում է բոլոր այն անձանց վրա, ով դատապարտվել է 8 տարի ազատազրկման եւ կրել է պատժի 1/4 մասը։ Պարոն Փաշինյանը ինչքան պատասխանատվության էր ենթարկվել։ 7 տարի։ Այսինքն այս պարագայում մեր հանրապետությունում չափազանց կայուն հենք ունեցող 5 տարին, որը երբեք սրանից առաջ եւ սրանից հետո չի փոփոխվել, դարձավ 8 տարի։ Այսինքն բարձրացվել է շեմը։ Եվ նաեւ երկրորդ նրբություն։ Այստեղից դուրս է մնացել երկրորդ անգամ հանցանք կատարելը։ Ինչու՞, որովհետև պարոն Փաշինյանը 98 թվականին էլ է եղել դատապարտված, սրա մասին չգիտես ինչի բոլորը լռում են։ Եվ եւս մեկ փաստաթղթային առանձնահատկություն, որ ըստեղ 1/4 է նվազագույն շեմը իջեցվել։ Իսկ պարոն Փաշինյանը ինչքան ներ կրել իր պատժի 1/4, կարծում եմ, այսպես հատուկ Այսինքն այդ համաներումը ես դատելով ձեր խոսքերից կարող եմ ենթադրել, որ դուք կարծում եք, որ հենց այդպես հասկացաք ինչա տրամաբանություն, հեսա հաջորդին էլ միանգամից երկուսին կանար, այսինքն ինչա ասում ինքը։ Այդպես բարձ լեզվով ասեմ, որ այդպես գուցե իրա այդ պաֆոսի մեջ մի քիչ կորում է, ինքը ինչ ուզում ասի, ասում է տեսեք, համաներում պիտի անեին, որպեսզի իրան հանեին, որտեվ չես կարա լավ պատրաստես, երբ որ քո խմորը, հա, բանտում է գտնվում, իրան պետք է երևի ըստ այդմ հանել բանտից, որպեսզի մինչև 16 թիվ պատրաստեն, որ դառնա վարչապետ։ Հետը անմիջական նորմալ շփվեն, էլի, որ բանտում է այդ կլիենտը, չես կարա հետը շփվես նորմալ։ Դրա համար ուզեցել են համաներում անեն, բայց չէին կարող անեն, որտեղ միշտ 5 տարվա վրա է եղել համաներումը, ինչ որ բերել են ինչ որ փաստաթղթեր, որտեղ այդ փաստաթղթերում նշված է, որ ինչ որ համաներումներ են եղել, իր ասած 5 համաներումից 4-ը եղել է 5 տարի միջև, ուրեմն սրոկով այդ մարդկանց նկատմամբ, հա։ Իսկ այս մեկը ասում է, տեսեք, մի հատ յուրահատկություն, այս մեկը միջև 8 տարի են բարձրացրել, որտեղ Նիկոլը 7 տարվա բան ուներ։ Եվ շեմը իջացրել են 1.5 տարի, որ կարանան մի խոսքով էլի, կարանան այս մարդուն բանտից հանեն։ Էսա իրա գաղափարը ու նաև ասում է հանել են այն կետը, որը միշտ եղել է, որ երկրորդ դատվածություն ունեցողը երկրորդ մեղադրյալը ոնց որ չի ոնց երկրորդ անգամ մեղադրված մարդը պիտի չանցներ այդ համաներման տակ, այս դեպքում հելել է։ Հիմա կողքից նամես ասում է, հետաքրքիր է էլի, եթե միշտ եղել է 5 տարի Այս մի դեպքում ինչի արեցին 8 տարի։ Չէ, ու պրիտոմ հա, բոլորի մոտ է։ Առաջանում է այդ հարցը։ Դաժե մեր մոտ։ Հիմա տեսեք, մեր մոտ էս հարցը որ առաջացա, պիտի դիմենք մասնագետների, չէ՞։ Ես դիմեցինք մասնագետների։ Դիմել ենք համապատասխան մասնագետների մարդկանց, ովքեր կազմակերպել են շատ դեպքերում այդ համաներումները, այսինքն անվանական ասենք։ Չէ, անվանական արի։ Այսինքն մենք գարանտիա ենք տալիս, որ մենք մեզ նաև ասում են իրան հրավիրեք, այս թողարկումից հետո ինքը ուզենա մեզ մոտ գալու բանավիճել, ես հրավիրում եմ։ Հաջորդ թողարկմանը դու կարաս Կոչուբաև քո փաստաթղթերով
գաս, տենանք ում Բայց փաստաթուղթն կոստյումով պարտադիր։ Հա, մենք էլ ենք կոստյումով։ Տենանք ում փաստաթուղթն ավելի լեգիտիմ եւ ռեալ։ Ուրեմն կոմոտա ցանկը իմ մոտ էլ կա, բայց ումես դու կարդա։ Ուրեմն նայեք, մեզ տրամադրել են 2, 4, 6, 7 համաներում սկսած 97 թվականից։ Օրինակ 97 թվականին համաներում հայտարարելու մասին օրենք։ Ազատման պայմանները դիտավորյալ հանցագործության դեպքում։ Ուրեմն 97 թվականին տեղի ունեցել համաներում, որտեղ ազատվել են պատժից առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, եթե կրել են նշանակված պատժաչափի կեսը։ Ուշադրություն դարձիք 1/2-ը 97 թվի համաներման մասին է խոսքը։ Այս ժամանակ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ էր։ Դեռ նախագահ չէր, բայց այնուամենայնիվ եղել է, այն որ ասում է չի եղել 1/3-ը Սարգին 1/2, 1/4, չէ, չի եղել 1/2-ով 98 թվական անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում ազատվում են առավելագույնը 10 տարի ժամկետով դատապարտված անձինք, եթե կրել են նշանակված պատժաչափի 1/3, այստեղ 1/3-ը, բայց էլի 10 տարի 2001 թվական Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում ազատվում են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, եթե կրել են նշված պատժի 1/3-ը 97-ին 1/2-ը հիշում եք 2006 թվական անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում ազատվում են առավելագույնը 10 տարի դատապարտված անձինք 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, եթե կրել են նշանակված պատժաչափի կեսը 1/2-ը ուշադրություն համաներում հայտարարելու մասին ազատվում են առավելագույնը 10 տարի ժամկետով 2009 թվական 10 տարի ժամկետով ազատազրկման ենթարկված անձինք, եթե կրել են նշանակված պատժաչափի կեսը 11 թվական անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում ազատվում են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, եթե կրել են նշանակված պատժաչափի 1/3-ը 11-ին ասում է 11-ինը բան են արել, էլի 1/4 են սարքել ու 5 տարին էլ 8 են սարքել։ 5 տարին էլ 8 են սարքել։ Այդ իրականում եղել է 10 տարի առավելագույն ժամկետով դատապարտված անձանց մասին ժողովուրդ ջան, այս սուտը որ պատկերացնեք էլի ինչ տիպի լուրջ դեմքով է ասվում։ Եվ դրան գումարած նշանակված պատժաչափի 1/3-ն է եղել։ Այսինքն 1/4 չի եղել։ Ասում եմ 1/2-ը, 3-րդը սարքեցին 1/4, որ Նիկոլին ազատեն։ Եվ 13 թվականին անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ազատվում են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, եթե կրել են նշանակված պատժաչափի 1/3-ը։ Սա սուտ երկրորդն է, բայց այս ստի տակ դրվում է մեկ ուրիշ սուտ։ Այսինքն որ ուշադրություն դարձեք, ասում է հանվել է նաև կրկնահանցագործության ցենզը։ Նախ դա չի հանվել, դա բացարձակ սուտ է, եւ երկրորդ Նիկոլ Փաշինյանը կրկնահանցագործ չի եղել։ Սա շատերի համար կարող է զարմանալի, այդեպ ես օրինակ փաստաբան չլինելով սա փորձել եմ հարցնել, ստացել եմ այս հարցի պատասխանը, բայց կարծում եմ Կոչուբայևի համար բարդ չէր լինի ինքը ֆայմ էր դա աներ։ Ինչ է եղել։ Ուրեմն Նիկոլը 99 թվականի օգոստոսին իդեպ եթե չեմ սխալվում, հայցը Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության համար, որը դեռ քրեական էր, եղել է Սերժ Սարգսյանի կողմից, այսինքն Սերժ Սարգսյանն է դատի տվել, եթե չեմ սխալվում։ Ուրեմն 99-ի օգոստոսին դատապարտվել է 1 տարի ազատազրկման Նիկոլ Փաշինյանը։ Վերաքննիչ դատարանը, ուշադրություն, այս ամենակարևոր կտորն է։ Ազատազրկման կատարածելը հետաձգել է 1 տարով ու հետո պայմանականի է փոխել։ Հիմա, չէ, 1 տարով հետաձգել, հետո ոնց որ դարել է բան, ոչ քրեական։ Վերաքննիչ դատարանի ժամանակ դատարանների վրա ազդեցությունն ում կողմից էր։ Կարող է էլի Սերժ Սարգսյանի կողմից էր։ 99 թվականի օգոստոսին հենց մի հատ եկեք լավ հիշենք, բայց անցանք, օքեյ։ Բայց այդտեղ էլ չէր, էլի Սերժ Սարգսյանը, չէ, դատարանների վրա ազդեցություն, թե դատարանները եղել են դեմոկրատական, ոչ մեկ չի ունեցել ազդեցություն, միգուցե։ Ըստ այդ ժամանակ գործող Կոչուբաև, այս լսի իմ կարծիքով նաև քո համար իրավաբանության կամ իրավագիտության դասը հատկապես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համատեքստում։ Ըստ այդ ժամանակ գործող քրեական օրենսգրքի 42.1 հոդվածի առաջին անգամ մինչև 3 տարի ժամանակով ազատազրկման դատապարտվող անձին պատիժ նշանակելիս դատարանը հաշվի առնելով կատարած հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձն ու գործի մյուս հանգամանքները, ինչպես նաեւ առանց հասարակությունից մեկուսացման նրան ուղղելու եւ վերադաստիարակելու հնարավորությունը, կարող է այդպիսի անձի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգել 1
1-ից մինչև 2 տարի ժամկետով։ Ըստ այդ ժամանակ գործող քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի դատվածություն չունեցողներ են համարվում այն անձինք, ովքեր օրենքի 42.1 հոդվածի կիրառմամբ ազատազրկման են դատապարտվել։ Եթե ազատազրկման են դատապարտվել, եթե դատավճիռի կատարումը հետաձգելու ժամկետի ընթացքում նրանք նոր հանցագործություն չեն կատարել եւ դատավճիռը սահմանված կարգով նրանց նկատմամբ ի կատար չի ածվել։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը մինչև 2009 թվականի դատավճիռի կայացումը չի համարվել դատվածություն ունեցող։ Ու սա իրավաբանական կրթություն ունեցող ցանկացած մարդ պետքա որ իմանար էլի։ Այսինքն մենք արդեն գիտենք ու եւ ցույց լայն հանրությունը։ Ստի վրա հիմնված բանը ու մյուսը ամենակարևորը պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը ուրեմն ոչ թե մեկ անգամ է բան արվել համաներմամբ ազատ արձակ, ոչ թե 11 թվի համաներմամբ ազատ արձակվել ու այդ համաներումն է մենակ իր վրա ազդել, այլ ինչ է իրականում տեղի ունեցել ժողովուրդ ջան։ Առաջին անգամ իր նկատմամբ համաներումը կիրառվել է 2009 թվականին, որը ժամանակ եւս եղել է համաներում, որը Կոչուբաևը չի մատնանշում, չգիտեմ ինչի, բայց այնուամենայնիվ գիտեմ ինչի, որտեվ սուտը պետք է անենց ստին հակառակ բաները չեն ասում։ Կիրառվել է այդ Նիկոլի նկատմամբ 2009 թվի համաներումը կիրառվել է 2010 թվականի մարտին Վերաքննիչ դատարանի կողմից, որի արդյունքում ուշադրություն պատժաչափի չկրած մասը կրճատվել է կիսով չափ, այսինքն 7.5 տարի են տվել, իր այդ 7.5 տարին դարել է 3.5 այդ ժամանակ համաներումով 2009 թվականի, այսինքն ես չէ Նիկոլի համար պետք է համաներում ոչ մեկ չաներ, ոնց որ ասում են։ Կիրառվել է այն դրույթը, որի համաձայն, որի 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց պատժաչափի չկրած մասը կրճատվում է կիսով չափ, եթե դատապարտվել են 5 տարուց ավելի ազատազրկման։ Այս էլ այն դեպքում է աշխատել, եթե 5 տարուց ավել են դատապարտվել։ Երկրորդ անգամ 2011 թվականի համաներումն է բանարել ազդել Նիկոլի վրա։ Համաձայն որի պատժից ազատվում են դիտավորել հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած այն անձինք, որոնք դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի 1/3-ը։ Պետք է նշել, որ այդ դրույթը նորամուծություն չէ, 97-ից 2013 թվականներին հայտարարված համաներումներում մշտապես նմանատիպ դրույթ է եղել։ 3 դեպքում սահմանվում էր դրույթ եղել է, 3 դեպքում սահմանվում էր պատժաչափի կեսը կրելու պայման, իսկ 4 դեպքում 1/3-ը կրելու պայման։ Սրանք բացարձակ իրականությանը համապատասխանող չոր փաստեր են ժողովուրդ ջան։ Հիմա այս մարդը ինչ պնդում է անում։ Այս մարդը պնդում է անում, որ մարտի 1-ի համար համաներում են արել ու այս մարդուն ազատել են հատուկ ազատել են նոր Սարգեն վարչապետ։ Այո, ստե շատ կարևոր է ժողովուրդ։ Ուզում եմ նախ հստակեցնել մարդկամեզ նոր է միանում, որտեվ տենում են գրել են, էս ինչ խաբար է, ինչ կոստյում բան եք հագել։ Մի քիչ որ հետա կտենակ սովորական շորերով։ Հա, ուզում եմ կարևորել էսի ինչով, ժողովուրդ։ Էս մի կտորը ընդհանրապես պատմության մի մաս է, հա։ Ես ներկայացրեցի ինչ դավադրապաշտական պատմություն է պատմում ողջ այս ընթացքում այս մարդը, ու որpիսի մենք հասկանանք ինչքանով է դա հիմնավորված, մենք պիտի ամեն իր ասած փորձենք հասկանալ։ Տեսեք, իր պատմությունը սկսում է հետևյալ կերպ, հա, ինչ ենք սենց գնում։ Ինքը ասում է, տեսեք, այս մարդուն 2008 թվից պատրաստում էին, որ պիտի գա վարչապետ դառնա, դրա համար հատուկ համաներում արեցին, փոխեցին համաներման պայմանները, որպիսի տեղավորվի Նիկոլ այդ համաներման տակ, որ կարողան իրան բերդից անեն, սկսեն պատրաստել, որ դառնա վարչապետ 11 թվականին։ Մենք հիմա փաստացի սրա հետ չի կարա վիճի որևէ մեկը, որևէ փաստաբան, քո ասածի հետ բոլորը կվիճեն։ Իսկ մեր ասածը եկել է այն էքսպերտներից, որոնք անմիջապես ներգրաված են եղել մի խոսքով ամենակոմպետենտ մարդիկ են, ովքեր կան այս դաշտում։ Հիմա պետք է էսի առաջի քայլն է, կարա ինչ որ մեկին թվա, որ էսի լավ, հիմա ես մի տեղը խափել է։ Մենք պետք է հասկանանք, որ սա լեգենդի մի մասն է, հա, հիմա երկրորդում puzzle է, էլի։ Հա, ինքը երկրորդում, մենք ասում ենք, տեսեք, էսի սենց արեցին։ Հետո սկսում է գնալ 2005 թվականի, ուրեմն սահմանադրություն, որպեսզի ցույց տա, որ այդտեղ են հատուկ բաներ արել, որպեսզի Նիկոլը ունենա հնարավորություն դառնալու վարչապետ։ Եկեք լսենք, հետո պաուզա տանք ու էլի։ Արի քանի որ մարտի 1-ով է ամբողջանում, արի մի հատ կարճ պիես անեմ, հա, այդ գրություն անեմ։ Ստեղ շատ կարևոր էր այն հատվածը, որի վրա մենք չենք խորանալու, որոշել էինք, էլի չենք խորանում, որ ասում եմ մարտի 1-ի միակ շահառու Սերժ Սարգսյանն էր, հետո գալիս ասում այդ բանը, համաներումն արվեց դրա համար, իրականում այս համաներումը արվել է ոչ թե մարտի 1-ի համար, այլ ընդհանրապես որպես համաներում, որ արել է Սերժ Սարգսյան ու նաև նախկին նախագահներն են արել իրանց օրոք, բայց իրականում
Եթե Սերժ Սարգսյանը լիներ մարտի 1-ի միակ շահառուն, միգուցե 5 տարի ու ավել ամեն հնարավոր բանը չարվեր այդ իշխանությունների կողմից, որ ներքաղաքական համերաշխությունը վերականգնվեր մարտի 1-ից հետո։ Իսկ այդ քայլերը այնքան տեսանելի են եղել ու այնքան զիջումներ են իրական եղել իմ կարծիքով, արտաքին նաև շատ հարցերում ես այս իմ կողմից եմ ասում, որտեղ ես տեսել եմ այդ տարիները, հա, որ այդ ներքաղաքական համերաշխությունը դառնար փաստ։ Իսկ առանց ներքաղաքական համերաշխության մենք գնում ենք անընդհատ ստագնացիաներից դուրս եկող մտնող անընդհատ այդ փուլեր, որտեղ որ եղանք 16 թվին, 18 թվին ու մինչև այսօր դրա մեջ ենք։ Հենց որ այդ միակ շահառուն վստահաբար եթե Սերժ Սարգսյանը մարտի 1-ը կարող է տես չլներ։ Լավ, անցնենք առաջ, եկեք որ հասցնենք բոլոր իր ասածները ստուգենք։